Հանրապետական բժշկական կենտրոնի բակն այս օրերին սովորականից մարդաշատ է։ Վիրավոր զինվորների հարազատների դեմքերի մտահոգություն կա, բայց ընդհանուր առմամբ այստեղ ոգին անկոտրում է։ Ոգին անկոտրում է առավել ևս այն բժիշկների մոտ, ովքեր արդեն անցել են պատերազմի միջով։ Ես զարմացած եմ ոչ միայն, որ բժիշկների ոգին չի կոտրում, զարմացած եմ եւ հպարտ եմ, որ մեր ժողովրդի ոգին չի կոտրում։ Եվ այս պայմաններում մեր ժողովուրդը բոլորը ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև կազմակերպությունները, այդ ու նաև միջև անգամ ընդդիմադիր կուսակցությունները միաբանվել են եւ խոսքը մեկ արած նրանք պայքարում են մեր ահավոր ստոր թշնամու դեմ։ Եվ մեր ժողովուրդը արդեն այդ պատերազմով անցել է, արդեն փորձ ունի, եւ զարմանում եմ այդ փորձը կրել է փորձի ազդեցությունը կրել է նաեւ թշնամին ինքը, ինչ, չգիտեմ, ուժեր ունի, որ փորձում է նորից հարձակվել, փորձեր նորից հարձակվել մեզ վրա։ Իհարկե, որքան էլ որ նավթա դոլարների միջոցով տարբեր տեսակի զենքեր առածնի, միևնույն է, նա մեզ հաղթել, մեզ կոտրել չի կարող։ Մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր բանակին կոտրել չի կարող։ Մենք ունենք հայրենասեր զինվորներ, հայրենասեր երիտասարդներ, որոնք այսօր ոչ միայն ծառայության մեջ գտնվող, այլ արդեն զորացրված մեր զինվորները, մեր այսպես ասած նաև ֆիդայական երկրապահ մեր տղաները այսօր հավաքված եկել են եւ սահմանում կանգնած են ու համոզված եմ, որ անպայման հաղթանակը մեր կլինի։ Համենայն դեպս ոչ միայն Ալիևի, որ մենք միակողմանի, այլ մենք կստիպենք, որ նա լռի։ Ուրիշ տարբերակ ես չեմ տեսել։ Բոլոր բնակավարներում էլ շատ վաստակ ունեցող, տարիների փորձ ունեցող մասնագետներ են պետք, առավել ևս այս օրերին բժշկության մեջ ամուր կաղնիներ ասեմ, արցախյան կաղնու պես ամուր մարդիկ։ Դուք օրինակ 80 վաղուց բոլորած, բայց այսօր կանգուն եք, այսօր երիտասարդ վիրաբույժի կողքին եք։ Ճիշտ է, այսօր ես երիտասարդ բժշկի կողքին եմ, բայց ես ձեզ հավատացնում եմ, այնքան լավ, արդեն երիտասարդ, բայց շատ փորձառու երիտասարդ տաղանդավոր կադրեր ունենք, որ միջև անգամ իմ օգնության կարիք չկա, դեռ ավելին ասեմ, որ նրանց կողքին այսօր ամբողջ Մայր Հայաստանի տարբեր կլինիկաների փորձառու մասնագետները ես են գտնում են այստեղ, եւ ճակատային գծում, եւ ռազմական հոսպիտալներում, եւ քաղաքացիական բուժհիմնարկներում, այնպես որ մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ ամեն ինչ կազմակերպված է, լավ կազմակերպված է, ամեն ինչը տեղի լինելու է։ Հանգամանքների բերումով Արցախցի շատ բժիշկներ Արցախից հեռու են աշխատում, բայց իհարկե մտքով ու հոգով Արցախի հետ են։ Իմ զրուցակիցը այժմ անվանի օրթոպեդ Աշոտ Ադամյանն է, ով եւս վերջին տարիներին հանգամանքների բերումով աշխատում է Արցախից հեռու, բայց նա անկարող էր Արցախի համար վտանգված այս օրերին մեզ հետ չլիներ։ Խնդրեմ բժիշկ, պարզ է, որ պետք է դուք հենց առաջին պահին այստեղ լինեք մեզ հետ։ Իհարկե, ես չէի կարող անտարբեր մնալ, հաշվի առնելով, որ իմ հայրենիքն է այստեղ, իմ ընտանիքն է այստեղ, ծնողներն են այստեղ, եւ վերջապես ունենալով այն փորձը, որ մենք ձեռք ունեցանք, ես եւ իմ գործընկերները առաջի պատերազմի ժամանակ, ես պետք է որ ստեղ լինեմ եւ պետք է որ իմ փորձով կիսվեմ մեր ջահել բժիշկների, ովքեր երկրորդ սերունդ են, որ չունեն այդ փորձը։ Հաշվի առնելով, որ այդ հրազենային վնասվածքները իրանք բոլորովին այլ մոտեցում պետք է ունենան, լինի, դրա համար ես տեղ եմ, մեր երեխեքն են այսօր առաջի գծում, իրանց համար եմ ես տեղ, բոլորիս համար։ Պատերազմը մեծ դպրոց է, բայց ես կցանկանայի, որ չունենան ոչ մեկ այդպիսի դպրոց։ Մեր սերունդը, նոր սերունդը, ջահել սերունդը իրանք իրոք շատ գերազանց մասնագետներ են, հոյակապ մասնագետներ են, ու միանշանակ կողքից ինչ որ մեր օգնությունը
չեր խանգարի իրենց։ Եվ մեր փորձը։ Իմ զրուցակիցը Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն է։ Խաղաղ պայմաններում միշտ մեզ հետ եք ձեր օգնությամբ։ Այս օրերին պատկերացնում եմ անկասկած դուք պետք է անմիջապես գայք ու Արցախցու կողքին լինեիք, Արցախի բժշկի կողքին լինեիք։ Ասեմ ձեզ, որ հենց ամսի 2-ին պրոֆեսոր Կուշկյանը հանձնարարություն տվեց, որ մենք անմիջապես դուրս գանք եւ ամսի 2-ից երեկոյան արդեն մենք ստեղ էինք բավականին մեծ խմբով բժիշկների եւ պատրաստ ենք մինչեւ վերջ մնալ ստեղ, ինչքան որ դա պետք կլինի, որպեսզի կարողանանք մեր զինվորներին օգնենք, մեր վիրավորների կօգնենք ու վստահ եմ, որ այսօր այս պայմաններում ամեն ինչ բարձր մակարդակով է կատարվում եւ մինչեւ մեր գալներ շատ բարձր կատարվում եւ մենք էլ եկել ենք մի քիչ մեր բժիշկներին ենք օգնում համ զինվորական գոսպիտալի, համ հիվանդանոցի, շատ բարձր վիրաբույժներ կան, շատ բարձր կարգի անեստեզիոլոգներ կան, հագեցված է համ հանրապետական հիվանդանոցը, համ ռազմաբժշկական գոսպիտալը ամեն ինչով, համ դեղորայքով, համ պարագաներով, համ բժիշկներով եւ մեր գալու նպատակը միայն օգնությունն էր, որը մենք կարող ենք մի փոքր օգնենք, մենք պետք է գանք եւ օգնենք եւ կլինենք Արցախցու կողքին։ Վստահ եմ, որ մեր հաղթանակով է ավարտվելու եւ մեր հաղթանակը բերելու է խաղաղության, անգամ մի րոպե կասկած չունեմ։